Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ես այստեղ եմ որպես Հայաստանի Հանրապետության մտահոգ քաղաքացի, ներկայացնում եմ իմ ընկերների, հարազատների եւ բարեկամների շահերը, ովքեր տուժել են ներդրումային տարբեր հարթակներում, եւ քանի որ ներդրումային հարթակները ունեն տարբեր մեխանիզմներ, իմ ընկերները, ծանոթները եւ բարեկամները նույնպես հայտնվել են նմանատիպ ծուղակներում, կորցրել են մեծ գումարներ, մեխանիզմներից եղել են մարդիկ ոսկու գրավով, վարկերով, պարտքերով մտել են ծրագիր, որովհետեւ նախ եղել է վստահություն այդ ամենի նկատմամբ, որովհետև նախ եղել են լոգոներ եւ պաստառներ փակցված տարբեր կրպակների, տարբեր հաստատությունների վրա։ Ես ինքս ցույց եմ տվել, հետո եմ հասկացել, որովհետև ես չգիտեի դա ինչ է իրենից ներկայացնում, բայց բացատրել եմ, որ դա ներդրումային հարթակներից մեկի լոգոն է։ Այսինքն եղել է մեծ տեղեկատվություն, իսկ մարդիկ սկսել են վստահել, որովհետև տեսել են հարթակների մասին ինչ-որ լոգոներ, տեղեկատվություն, մտածել են, որ միգուցե դա արդար է, միգուցե դա թույլատրելի է, որովհետև անթույլատրելին հաստատ չէր կարող հայտնվել տեսանելի վայրերում։ Այսպես մարդիկ տուժել են բոլոր խավերում, բոլոր հասարակական կարգերում, տարբեր բնագավառի մարդիկ տուժել են այստեղ, քանի որ տեսել են ակնհայտ արդյունք։ Ինչքան էլ որ մենք գիտակցում ենք, որ ֆինանսական բուրգերը խաբեություններ են եւ կարող է կա մեծ ռիսկ դառնալ խարդախության զոհ, այնուամենայնիվ մարդիկ տեսել են փաստ, տեսել են գումարներ, տեսել են իրական արդյունք ու հետեւաբար վստահել են իրենք, վստահել են ընտանիքի անդամները։ Ու այսպես գնացել է շղթայական, ստացվում է, որ մեկ ամբողջական ընտանիք, մեկ ամբողջական ազգ տուժել է ներդրումային խարդախությունների պատճառով։ Երբևիցե ներդրում կատարել եք։ Ինքս չեմ կատարել, բայց հետաքրքրվել եմ, կարող էի ես էլ կատարել, ես ինքս ապահովագրված չեմ, քանի որ այստեղ ինձ համար կարևոր է, որ մեր երկիրը ունենա հատուկ մշակված մեխանիզմներ արգելափակելու նման ծրագրերը, հասանելիություն չտալու նման ծրագրերը թեկուզ ներբեռնելու հենց հավելվածները չգործեն Հայաստանում, որ մարդիկ գոնե չդառնան նման խարդախությունների զոհ։ Ինչքան էլ կոչեր անենք, որ մի արեք, մի ներդրումներ կատարեք, եթե դու տեսնում ես, որ հարևանդ կարողանում է գումար կանխիկացնել, հարևանդ կարողանում է մեծ գումար եկամուտ բերել, մտածում ես դու էլ կարող ես դա անել։ Ու այսպես դա է պատճառը, որ մարդիկ տարբեր սոցիալական խմբերից անգամ կարող են դառնալ խարդախության զոհեր։ Նշեցիք, որ դուք կարող էիք դառնալ, բայց չդարձաք, հետաքրքիր է ինչն է օրինակ։ Տեսեք, իրականում տարբեր ժամանակներում եւ տարբեր իրավիճակներում ինձ առաջարկվել է դառնալ որևէ հարթակում ներդրող, կատարել, որովհետեւ եկամուտներ կան։ Ինքս միշտ խուսափել եմ, գիտակցելով, որ ներդրումային ծրագրերը ունեն ռիսկ, բայց այնպիսի տարբերակներ, այնպիսի հնարավորություններ, որ մարդիկ սկսում են մեկը մյուսին ներկայացնել, միգուցե ես էլ լինեի մեկը, ով կարող էր հավատալ ինչ-որ մի հնարավորության, չեմ բացառում, չեմ դարձել, բայց միևնույն ժամանակ մտահոգ եմ, որ հետագայում կարող եմ ինքս դառնալ մեկ այլ մեխանիզմի զոհ, որ տվյալ պահին ես չգիտակցեմ, որ դա նույնքան մեծ ռիսկեր ունի, որքան օրինակ այս բոլոր հարթակները, որտեղ մարդիկ հավաքված են, որտեղ տուժել են, ես էլ կարող եմ լինել, իմ հարազատն էլ կարող է լինել, ես մտահոգված եմ, որ այստեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերն են պետք պաշտպանել եւ դա եմ կարեւորում։ Չեք կարծում, որ այս ամենը նաև գալիս է նրանից, որ ոչ բավարար մեդիագրագիտություն կա։ Հնարավոր է, որ մեդիագրագիտության պակասն է, այդպես բերել է այս ամենին, բայց հավատացեք, շատ ու շատ մարդիկ չեն նայում մեդիագրագիտությանը, չեն նայում ինչ է խոսում եթերում, հավատում են իրենց տեսածին, անկեղծ եմ ասում, աչքով տեսածին, ու գիտեմ շատ ու շատ դեպքեր, որ մարդիկ տեսնելով հենց կանխիկացված գումարները, հնարավորությունները, որ կարողացել են մարդիկ մեծ եկամուտներ ստանալ, հավատացել են, ու այստեղ իրենք չեն էլ հետաքրքրվել մեդիայում ինչ է խոսվում դրա մասին։